Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի ուղերձը հայրենապաշտպանության և թիմադրության մասին։ 1827 դեկտեմբեր 1 Շուշիի հայկական դպարանի հիմնադրումը։ Արևմտյան Հայաստանը իրական Հայաստանի գորիզը և անոր գոյատևման գաղտնիքը Աշոտ Հարությունյան։ Այս աշխարհեն անշշուկ հեռացած, բայց մնայուն հետքեր ցկած իմ սիրելի ընկերը։ Պետական օրեն կազմակերպված թրքացման առաջին փաստաթուղթը 1915 թվականի գաղտնի հերաքիրը։ Հայ երեխաներու հարգատիր ցուլման հետագա շրջանները Օսմանյան քաղաքականության մեջ։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Արևմտյան Հայաստանի պետական հեռուստաընկերության տված հարցազրույցի ընթացքին Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան հանդես եկավ կարևոր հայտարարություններով, շեշտելով ազգային թիմադրողականության, ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապի վերականգնման կենսական անհրաժեշտությունը։ Ան ընդգծեց, որ այսօր հայ ժողովուրդը կգտնվի հոգեբանական և քաղաքական լուրջ փորձություններու առջև և ամենեն առաջ պետք է հաղթահարել վախը։ Վախկոտությունը չի կրնար մեզ առաջ տանել, թիմադրությունը ուժ է և այդ ուժը պետք է փոխանցվի մեր երիտասարդներուն, ապագա զինվորներուն ըսավ ան։ Նախագահի խոսքով հայ ազգին իրական կենսաղբյուրը ոչ թե օտարության մեջ է, այլ Արևմտյան Հայաստանի պատմական հայրենի հողին և թարավոր ավանդույթներուն մեջ։ Ան շեշտեց, թե առանց բնորանին ամուր կապվածության անհնար է պահպանել ազգային ինքնությունը։ Առանց մեր բնորանին հետ կենդանի ու արմատային կապի չեն կրնար պահպանել մեր ավանդույթները և հայկական հոգևոր մշակույթը։ Արմենակ Աբրահամյան նաև ընդգծեց ազգային ինքնավստահության վերականգնման և պատմական առաքելությունը գիտակցող սերունդ մը դաստիարակելու անհրաժեշտությունը։ Մենք կսնվենք մեր պատմութենեն, մեր բնութենեն, մեր քաղաքներու և գյուղերու հիշողութենեն։ Այդ կապը կարելի չէ գործընծնել։ Ան կարևորեց համայնքային համախմբումը, ժառանգական արժեքներու պահպանումը և Արևմտյան Հայաստանի ապագային ուղղված պետական ծրագրերու մշակումն ու իրականացումը։ Օտարության մեջ ապրելով չեն կրնար լուծել մեր հիմնական խնդիրները։ Մեր ճանապարհը վերադարձն է, վերականգնումը և ազգային միասնականությունը։ Եզրափակիչ խոսքին մեջ Արմենակ Աբրահամյան վստահություն հայտնեց, որ Արևմտյան Հայաստանի ապագան անմիջականորեն պայմանավորված է համահայկական միասնականությամբ։ Մենք պետք է վերադառնանք մեր արմատներուն մտածողությամբ, ուժով և կազմակերպվածությամբ։ Մեր պայքարը կշարունակվի։ 1827 թվականի դեկտեմբեր 1-ին Շուշիի մեջ հիմնվեցավ հայկական դպարանը, որ շուտով դարձավ Արցախի, Շուշիի և ամբողջ տարածաշրջանի կարևորագույն մշակութային և կրթական կենտրոններեն մեկը։ Դպարանը հիմնադրեցին զվիցերիացի քարոզիչներ, տեղական հայ մտավորականության և եկեղեցական հաստատություններու աջակցությամբ։ Ան կնկատվեր Անդրկովկասի մեջ Թիֆլիսի և Էջմիածնի դպարաններեն ետք ըստ ժամանակագրական հերթականության երրորդ հայկական դպարանը։ Շուշիի դպարանը հրատարակեց ոչ միայն կրոնական ու քարոզչական գրականություն, այլև բանաստեղծական, պատմագիտական և հասարակագիտական աշխատություններ, ծանոթացնելով ընթերցող հասարակությունը ժամանակի հայ գրական և գիտական միտքերեն շատերուն հետ։ Դպարանի միջոցով լույս տեսան բազմաթիվ հեղինակավոր գործեր։ 19-րդ դարուն Շուշիի դպարանական գործունեությունը նպաստեց քաղաքի մտավոր կյանքի աշխուժացման, Շուշին վերածելով տարածաշրջանային կրթական և մշակութային կարևոր կենտրոնի։ Այս կառույցները նպաստեցին արցախահայ կրթության և տպագրության զարգացման, մինչև 19-20-րդ դարու բարդ քաղաքական ու ռազմական իրադարձությունները։ Դարեր շարունակ Արևմտյան Հայաստանը եղած է իրական Հայաստանի պատմական, քաղաքական և ռազմական կենտրոնը։ Ան գտնված է Սասանյան Պարսկաստանի, բյուզանդական կայսրության, հյուսիսային ցեղերու և հետագա թրքական արշավանքներու մշտական ճնշումին տակ։ Սակայն ճիշտ այստեղ Արևմտյան Հայաստանի մեջ ձևավորվեցավ հայկական պետականության թիմադրողական ուժը։ Այս տարածաշրջանին մեջ էին, որ գերդվեցան Բագրատունիներու, Մամիկոնյաններու, Սյունիներու և այլ իշխանական դոհմերու քաղաքական ու ռազմական ուղեկիցները, որուն շնորհիվ Արևմտյան Հայաստանը կարողացավ դիմադրել բազմաթիվ հզոր կայսրություններու հարվածներուն։ Հայ իշխանները ունեին իրավիճակին համապատասխան դաշնակից ընտրելու կարողություն, կպահեին ռազմական ինքնուրույնությունը և կվարեին խոր տեսլականով դիվանագիտություն։ Ինչու ճիշտ Արևմտյան Հայաստանը։ Որովհետև իրական ռազմաքաղաքական ուժը, հայկական զինուժը, փերթաքաղաքները, ճանապարհներու վերահսկողությունը և միջազգային հեղինակությունը կենտրոնացած էին Արևմտյան Հայաստանի մեջ։ Եզրակացություն. հայկական պետականությունը կարողացավ գոյատևել, որովհետև Արևմտյան Հայաստանը, իրական Հայաստանը, ուներ հզոր իշխանական տուներ, կպահպաներ իր սեփական բանակը, կվարեր ճկուն և հաշվենկատ քաղաքականություն, կգրեր անսասան ազգային ինքնություն և հեղինակություն։ Արևմտյան Հայաստանը վերաբերեցավ դարերու կայսերական ճնշումները ոչ թե պատահմամբ, այլ որովհետև այն եղած է հայկական ուժի, պետականության և ինքնավարության իրական կենտրոնը։ Հակոբ Քարաքայայի հիշատակին Հովսեփ Հայրենի 25 նոյեմբեր 2025 թվական Նոյեմբեր 20-ին Հակոբը կնքեց իր մահկանացուն։
անճանաչումի եւ խոր հարկանքի լիովին արժանի մարդ մներ։ Զինք ուշ ճանցա, սակայն գար ժամանակի մեջ եղբոր բես մդերմացանք։ Հակոբը Ֆրանսիայի Լիոն քաղաքը կբնագեր։ Դարիներու ընթացքին հաջող հերագա կապով կդեսակցեինք։ Ան իր հոր հուշեր կկրեր։ Հայրը Դերսիմի 1938-ի ցեղասպանության ագանադեսներ։ Թեև գիրքը չտեսավ, բայց գիտեր, որ հրադարագության դրված է եւ հոգեպես խաղաղ հերացավ։ Հակոբը իր միակ եղբորը Ավետիսին մինակ ցկեց, որուն կմաղթեմ համբերություն, առողջություն եւ երկար կյանք։ Հակոբը բազմաշնորհ մտավորական մներ, բանաստեղծի հոգիով եւ փիլիսոփայական խորությամբ։ Ան 3 լեզուներով բանաստեղծություններ հրադարագեց։ Կհետաքրքրվեր պատմությամբ եւ քաղաքականությամբ, ուներ ընկերային եւ ազատադենչ խաղապարներ։ Ան անզիջելի էր անիրավության թեմ եւ իր հայությունը պաշտպանելու մեջ։ 1915-ի եւ 1938-ի ողբերգությունները ապրած ընտանիքի սերած ըլլալով ցեղասպանության ժխտման թեմ պայքարը վարեց օրինագելի վճռակամությամբ։ 1990-ականներեն սկսյալ ան հոդվածներ գրեց հայերեն եւ ֆրանսերեն մամուլին մեջ հայրու ցեղասպանության եւ Արցախի հարցին շուրջ եւ դարիներ շարունակ նամակներով փորձեց աստեցություն ունենալ Ֆրանսիայի պաշտոնական շրջանակներուն մեջ։ Նամակներով ու պատասխաններով լեցուն թղթաբանակները տեսնելով զարմացած ըսի թե այսպիսի արխիվ հազիվ կարելի է հաստատության մեջ գտնել։ Հակոբը այս հսկա աշխատանքը կատարեց ամբողջ իր գիտակցությամբ ու անձնական կամքով առանց որևէ հրահանգի կամ նյութական աջակցության։ Հակոբ Քարաքայան ծնած է 1956-ին Կոստանդնուպոլիս Դերսիմի արմատներով ընտանիքի զավակ։ Սորված է Էսայան եւ Գետրոնական վարժարաններուն մեջ, ապա ավարտած Կոստանդնուպոլսո ջարդարագիտության եւ ջարդարաբեդության պետական ակադեմիան։ 1981-ին հաստատված է Ֆրանսա, Լիոնի մեջ պաշտպանած է դոկտորական թեզը, անդամ էր Ֆրանսիայի բանաստեղծներու միության, հրադարագած է 4 ֆրանսերեն եւ 1 թուրքերեն ժողովածու, ազատության երգիչը կամփոփե անոր հայերեն բանաստեղծությունները, քրական քննադատ Քևոր Կապարաջյան զինք կնկարագրե որպես հերադես, ըմպոստ եւ իմաստուն բանաստեղծ։ Հակոբ Քարաքայան դեր արկասապեր դարիքին 70-ը չփոլորած բազմաթիվ ծրագիրներ միտքին մեջ ունենալով հերացավ։ Վերջին դարիներուն քանի անկին ընկերներ այսպես շուտ հերացան կյանքեն, եւ մենք անոնց բացակայության քիչ մը ավելի միայնակ ու ավելի դխուր կսկանք։ Խոնարհումով կհարկեմ անոր հիշադակը։ Հարկելի հայրենագիցներ նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Օսմանյան գայսրության իշխանություններուն կողմէ երեխաներու գազմագերբված թրքացումը փաստող առաջին հայտնի պաշտոնական փաստաթուղթը կտվակրվի 1915 թվականի հունիս 26-ով։ Այդ հերակիրը, որ ղրկված էր շարք մնահանգներու Դրաբիսոն, Սիվաս եւ Խարպերտ, կբացահայտե սարսափելի հանգամանքը։ Հայ երեխաներու հավաքակրումն ու բռնի թրքացումը ոչ թե անսպասելի կամ դեղական հետևանքներ եղած են, այլ նախաբես մշակված եւ պետական մագարտակով ծրագրված քաղաքականություն։ Պատմական այս փաստը առանցնագի նշանակություն ստանա այն պատճառով, որ հերակրի արակման բահուն նշյալ նահանգներուն մեջ տակավին չէին սկսած զանգվածային դեղահանություններու հիմնական շարասյուները։ Այս հանգամանքը կբացուցե, որ օսմանյան իշխանությունները շատոն ծրագրած էին հայ երեխաներու մեգուսացումը, հավաքակրումն ու անոնց ազգային ու կրոնական ինքնության չնչումը, որպես հայրու ցեղասպանության գազմագերբված եւ անբաժանելի փաղադրիչ։ Հերակրին մեջ հստակ կերպով ամրագրված էր, որ երեխաներու թրքացման եւ անոնց մահմեդական հաստատություններու հանձնման քաղաքականությունը գիրականացվի կենտրոնական իշխանության անմիջական հրահանգով եւ նախաբես մշակված ծրագրի հիման վրա։ Այս պատմական փաստաթուղթը անգամ եւս կվկայե, որ 1915-ի խավար էջերուն մեջ երեխաները դարձան պետական օրեն ղեկավարված ցեղասպանական քաղաքականության թիրախներեն մեկը։ Հայրու թեմ իրականացված ցեղասպանության դարիներուն օսմանյան իշխանություններու վարած հարգադրական ցուլման քաղաքականությունը քանի մը հստակ ձևակերպված եւ համագարկված շրջաններ ուներ։ Երկրորդ շրջանին մեջ հadoop թիրախ կդարձնեին 12 տարեկանը չփոլորած հայ դղարներն ու աղջիկները, որոնք բռնի գերբով իսլամացվեին եւ կդեղափոխվեին որբանոցներ կամ մահմեդական ընտանիքներու մեջ։ Այստեղ անոնք կմեծնային թուրք իսլամական մշակույթի կանոններով ամբողջովին կդրված իրենց ազգային ինքնութենեն եւ արմատներեն։ Հայ երեխաներ ընդունող ընտանիքներուն իշխանությունները կդրամատրեին ամսական նպաստ, իսկ որոշ բարականերու անոնք կճանցվեին որպես հայ ընտանիքներու քույքի օրինական ժառանգորդներ, այդպիսով ապահովելով բռնի ցուլման տնտեսական դրդապատճառները։ Ցուլման երրորդ շրջանը կվերապերեր երիտասարդ հայ աղջիկներուն, որոնք բարդատրապար կամուսնացնեին մահմեդական տղամարդոց հետ, բռնի կերպով ներառվելով օսմանյան հասարակական կառուցվածքին մեջ։ Պաշտոնական փաստաթուղթերը հստակորեն կփաստեն, որ երեխաներու հավաքակրումն ու անոնց ցրկացման գործընթացը իրականացված է կառավարության ուղիղ հրահանգներով։ Այդ փաստաթուղթերուն մեջ բացահայտ կերպով կնշվի, որ երեխաները խնամքի եւ դաստիարակության կամ գրթության եւ մասնագիտական պատրաստության անվան տակ կներկաշվեին համագարկված ցրկացման եւ իսլամացման քաղաքականության մեջ։
Այս բոլոր փաստերը անգամ եւս կհաստատեն, որ հայ երեխաներու ճակատագիրը ոչ թե պատահական կամ անկանոն հետևանք եղած է, այլ ցեղասպանական քաղաքականության կանխամտածված եւ ծրագրված փաղադրիչ։ Արեմիջան Հայաստանի հերոստագայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արեմիջան Հայաստանի պատմությունը, ներգային եւ ապակային վերաբերող, քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արեմիջան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը թողարկելով Western Armenia շաբաթարտերտը, որն ուղղված է մեր մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահրճակման։ Մենք թափանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արեմիջան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսիացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արեմիջան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։